Փաստը գրում է. ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը։ Եվս մեկ երիտասարդ զոհ։ Ցավոք Նարեկ Թորոսյանն առաջին բանակային զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող խաղաղության պայմաններում։ 2026 թվականի 7 ամսվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը չկապված։ Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-ից 2017 թվականներին եղել են ընդհանուր 462, որից մարտական կորուստները 163, ոչ մարտական կորուստները 299, իսկ ահա 2018-ից 2025 թվականի ցուցանիշներն այսպիսին են. ընդհանուր 511, որից մարտական պայմաններում 84, ոչ մարտական 427։ Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի ապրիլյան եւ 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ եղած կորուստները։ Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ բարձրորոշ տեսանելի է, որ Թավիշից հետո Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է։ Ըստ որում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվը Փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե 1.5 անգամ։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ ՔՊԱ-ական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, կլուբնիկ կոտլետը, մայկատ ռուսիկը։ Բայց արի ուտես, որ իրականում մահվան դեպքերը մանավանդ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է։ Սա էլ չուզող ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում։ 2010-ից 17 թվականներին մենք ունեցել ենք թե որակապես, թե քանակապես այլ զինված ուժեր։ Փաստը գրում է. Փակում բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհություններ են արտահայտում ու բացատրություններ պահանջում կառավարությունից, արտադրողները հերթական հարվածը եկավ։ Մինչ արտադրողները փողոցներ են փակում, բողոքի ակցիաներ են իրականացնում, դժգոհություններ են արտահայտում ու բացատրություններ պահանջում կառավարությունից, հերթական հարվածն է գալիս։ Ռոսսելխոզնadzորը հայտարարեց, որ 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա։ Սա նշանակում է, որ ծաղկաբույծների, լոլիկագործների, ձկնաբույծների, ընդհանրապես գյուղմթերք արտադրողների ու արտահանողների կողքին երևի շուտով բողոքի ակցիաներում կտեսնենք կաթնամթերք արտադրողներին, այդ թվում գյուղացիների, որոնց կաթը մթերվում է վերամշակման նպատակով։ Ռոսսելխոզնadzորը մատնանշում է երրորդ երկրներից բերված, այլ ոչ թե տեղական, հայկական կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի հումքի մասին։ Ավելին մատնանշում են վարակված անասնագլխաքանակից ստացված կաթով արտադրված մթերքի մասին, ինչն ի հայտ է բերվել վերջին ստուգումներով։ Այսինքն, եթե դա ճիշտ է, ստացվում է, որ մենք ինքներս ապահովագրված չենք անվտանգ կաթնամթերք օգտագործելու առումով։ Ի վերջո այդ կաթնամթերքը ոչ միայն Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ երկրներ էր ուղարկվում, այլև մեր ներքին շուկայում է սպառվում։ Հայաստանի ՍԱՏՄ-ն հավաստիացնում է, թե մշտական վերահսկողական միջոցառումներ է իրականացնում։ Իրականացնելը հնարավոր է եւ իրականացնում է, բայց փաստերը կարծես այլ բանի մասին են խոսում։ Իսկ եթե ճիշտ է ՍԱՏՄ-ն, ապա դա էլ մեկ այլ խնդիր է, թե ինչու է նման ձևակերպման արգելվում Ռուսաստանի կողմից։ Այն ամեն ինչ այս ամիսներին ու օրերին կատարվում է հայրենի գյուղմթերք արտադրողների ու վերամշակողների տնտեսության մի ամբողջ ու կարևոր բնագավառի հետ, դեռ միայն սկիզբն է։ Մնում է սպասել, որ ԿՊԱ-ական պաշտոնյաները շուտով հայտարարեն, թե հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները։ Ժողովուրդը գրում է. Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի հուլիսի 14-ին կազմակերպված պաշտոնական ընդունելությունից հետո արձանագրված զանգվածային հիվանդացությամբ դեպքի վերաբերյալ օրաթերթի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել։ Պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե սննդային թունավորման, այլ նախնական ախտորոշմամբ սուր գաստրոենտերիտ կամ սուր աղիքային վարակ դեպքերի մասին է, իսկ լաբորատոր հետազոտությամբ հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա։ Նախարարության փոխանցմամբ հիվանդների մոտ արձանագրվել են աղիքային վարակի բնորոշ ախտանիշներ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ 12 տուժածներից 4-ը տարբեր ժամկետներով հոսպիտալացվել են, սակայն այսօրվա դրությամբ բոլորն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից։ Պարզվում է նաև, որ բոլոր 12 դեպքերի վերաբերյալ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, սակայն նախարարությունը չի մանրամասնում դրա արդյունքները։ Թերթի հարցին, թե որ կազմակերպությունն է պատրաստել կամ մատակարարել միջոցառման սնունդը, նախարարությունը փաստացի պատասխան չի տալիս, նշելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Միաժամանակ նախարարությունը հրաժարվել է պատասխանել մի շարք առանցքային հարցերի, նշելով, որ դրանք դուրս են իր լիազորությունների շրջանակից։ Փաստը գրում է. այն, որ հատկապես վերջին 1 տարում հոսանքազրկումներն աննախադեպ չափերի են հասել, հավելյալ ապացուցման կարիք չունի։ Յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես ասում են, իր մաշկի վրա է զգում դա։ Ավելին, անջատումներն այնքան անկանոն ու հաճախակի են, որ բազմաթիվ մարդկանց տեխնիկան շարքից դուրս է գալիս։ Շատերը նկատած կլինեն, որ երբ զանգահարում են հետօպերատիվ կառավարման կենտրոն, այսինքն 180, հենց սկզբից ավտոմատ կերպով տեղեկացվում է. ձեր տարածքում գրանցվել է վթարային անջատում, վերականգնողական աշխատանքները կավարտվեն անջատման պահից 2 ժամվա ընթացքում։ Թերթի ուշադրությունը գրավել է այն, որ անջատման
անջատման ժամանակահատվածը միշտ նույնն է, իսկ երբ կոնկրետ անցնում ես սեղմիր 1-2 փուլերը եւ հասնում քո ՀՑ-ի անջատումներին, պարզում է իրականում շատ ավելի երկար ժամանակով է անջատումը։ Սա չափազանց կասկածելի է թվացել եւ թերթը փորձել է բաժանորդ հանդիսացող տարբեր անձանց հեռախոսների զանգահարել 180 այն ժամանակ, երբ տվյալ տարածքներում հոսանքազրկում չկա։ Եվ հրաշք, պարզվել է իրականում կա վթարային անջատում, պարզապես մենք չգիտենք։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ավտոպատասխանիչը նորից է տեղեկացրել, որ կա վթարային անջատում եւ վերականգնողական աշխատանքները կավարտվեն անջատման պահից 2 ժամվա ընթացքում։ Այսինքն ըստ երևույթին հեծումել են հասկանում, թե ինչքան հաճախ են լինում հոսանքազրկումները, նաեւ գիտեն, որ օպերատորների հետ կապ հաստատելը ամենահեշտ գործը չէ։ Որոշել են նավսյակի բոլորին շուրջօրյա ռեժիմով տեղեկացնել երկժամանոց վթարային անջատման մասին։ Ժողովուրդը գրում է օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Մինչև ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր կնյազ Հասանովը, ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Առաջին նիստի ամենակարևոր կազմակերպչական հարցերից մեկը լինելու է հաշվի չանձնաժողովի ձևավորումը։ Հենց այս մարմինն է հետագայում կազմակերպելու եւ ամփոփելու ազգային ժողովում անցկացվող գաղտնի ու բաց քվեարկությունների արդյունքները։ Դրանից հետո պատգամավորները կընտրեն ազգային ժողովի նախագահին, ապա ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր։ Քվեարկությունների արդյունքները կհաշվարկվի արդեն ընտրված հաշվի չանձնաժողովը։ Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։ Հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումն իրականացվում է խորհրդարանական ուժերի միջև դոնթի բանաձևով, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարությունը ըստ մանդատների քանակի։ ՔՊ-ն 7, Ուժեղ Հայաստանը 2, Հայաստանը 1 հանձնաժողովների նախագահներ։ Ժողովուրդը գրում է 2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր եւ Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին Աբովյան, Նայիրի, Նորհաճն համայնքներում։ Իշխող ՔՊ կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության եւ համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։ Գառնի համայնքում, որտեղ գործող համայնքապետը Տիգրան Պետրոսյանն է, ԿՊ-ում ակտիվորեն քննարկվում է այլ տեխնացու առաջադրելու տարբերակը։ Իշխանությունում քննարկվում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի տեխնացությունը։ Վերջինս падգամավորի մանդատ է ստացել ազգային ժողովում եւ եթե պաշտոնապես ստանձնի падգամավորի լիազորությունները, կուսակցության ներսում քննարկվում է նրան Գառնիի համայնքապետի տեխնացու առաջադրելու սցենարը։ Հրազդանում ԿՊ-ն գրեթե վերջնական որոշում ունի։ Իշխանության տեխնացուն լինելու է Սևակ Միքայելյանը, ԱԺ падգամավոր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։ Ծաղկաձորում ԿՊ-ն պատրաստվում է կրկին աջակցել գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որի տեխնացությունը կուսակցության ներսում դիտարկում է որպես տարբերակ, բայց փնտրում են այլ տեխնացուի։ Եթե ԿՊ-ն այլ տեխնացու գտավ, Հարությունյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ըստ ԿՊ թերթի աղբյուրների Նիկոլ Փաշինյանը դժգոհ է վերջինիս աշխատանքից։ Աբովյանում իրավիճակն առավել անորոշ է։ Քննարկում են նաև գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին աջակցելու հնարավորությունը, սակայն այս հարցում եւս վերջնական համաձայնություն դեռ չի ձևավորվել։ Նույն պատկերն է նաև Նայիրի եւ Նորհաճն համայնքներում, որտեղ ԿՊ-ում դեռ շարունակում են համապատասխան տեխնացուների որոնումներն ու ներքին քննարկումները։ ԿՊ-ում համոզված են, որ մարզում անհրաժեշտ է գրանցել հնարավորինս բարձր արդյունքներ, հաշվի առնելով, որ այստեղ զգալի քաղաքական ազդեցություն ունի ԲՀԿ առաջնորդ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանը։